Բուրըն ծափերով ու մեծ ոգևորությամբ են Ռուսաստանի Անապա քաղաքում ընդունել Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնի անձնակազմին։ Բոհեմցիները ամենամյա խաչքարի տոնի շրջանակում Ռուսաստանաբնակ հայ հանդիսատեսին են ներկայացրել Ստեփան Զորյանի ցանկապատ պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը։ Անապային մեկնել տեղի հայ համայնքի հրավերով եւ Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ։ Ներկայացումը շատ հուզումնալից ու ջերմ ընդունեցին։ Մեր ազդակները ներկայացման միջոցով տեղ էր հասել մարդկանց հոգիներին, որ այո, մեր միջև ցանկապատներ պետք չէ, մենք պետք է լինենք միահամուռ եւ միասին դիմակայենք մեր ազգին, մեր ժողովրդին վերահասած դժվարություններին։ Հարևաններին իրարից ընդամենը մի ցանկապատ է բաժանում։ Մարդկային հարաբերությունների մասին պատմող ներկայացումը բոհեմցիները նախորդ տարի էին բեմադրել, խաղացել բաց տարածքում։ Անապայի հայ հանդիսատեսի դատին են հանձնել Օկեան կինոհամերգային դահլիճում։ Թատրոնի տնօրենի խոսքով, չնայած տարածքի փոփոխության դժվարություններին, հաղթահարել են իրենց առջև դրված մարտահրավերը։ Մեզ համար քննություն էր։ Մեր քաղաքում մեզ ճանաչում են, մենք խաղացել ենք բազմիցս, մեզ ընդունում են, սիրում են եւ այլը։ Մեզ համար շատ կարեւոր եւ հուզիչ էր եւ տպավորիչ էր եւ ոգեվորիչ է այս հյուրախաղերը առհասարակ, որ դու տեսնում ես, որ ուրեմն ոչ միայն մեր քաղաքի, այլ հանդիսատեսի համար դու նաեւ կարող ես հետաքրքիր եւ տպավորիչ լինել։ Բոհեմցիները հույս ունեն, որ հյուրախաղերը կշարունակվեն եւ ցանկապատը կներկայացնեն նաեւ այլ երկրներում, իսկ մինչեւ այդ միանգամից 2 պրեմիերա կհանձնեն վանաձորցի հանդիսատեսի դատին։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։